Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, հունիսի 21։ Աստծո հաստատուն հիմքը կանգնած է, 2 Տիմոթեոս 2:19 խոսք։ Այն հիմքը, որի վրա հենված է մեր հավատքը, սա է. Աստված էր Քրիստոսում, որ աշխարհը հաշտեցրեց իր հետ, և նրանց հանցանքները չհամարեց նրանց։ 2 Կորնթացիս 5:19 խոսք։ Մեծագույն փաստը, որի վրա հիմնված է իրական հավատքը, այն է, որ խոսքը մարմին դարձավ և բնակվեց մեր մեջ, Հովհաննես 1:14 խոսք։ Եվ որ Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեց, այն արդարը անարդարների համար, որ մեզ մոտեցնի Աստծուն, որ ինքը մեր մեղքերն իր մարմնում խաչափայտի վրա բարձրացրեց և մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ 1 Պետրոս 3:18 խոսք, 1 Պետրոս 2:24 խոսք և Եսայի 53:5 խոսք։ Մեկ բառով ասած, քրիստոնյայի հույսի սյունը փոխարինումն է։ Հանցավորների համար Քրիստոսի փոխարինող զոհաբերության էությունն այն էր, որ նա, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք դարձավ, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում։ 2 Կորնթացիս 5:21 խոսք։ Քրիստոսը ճշմարիտ քավության պատարագ է մատուցել նրանց համար և փոխարեն, ում Հայրն իրեն է տվել, ում նա իրենց անուններով գիտի և ովքեր իրենց սրտերում վկայություն ունեն, քանի որ Տեր Հիսուսի վրա են դրել իրենց հույսը։ Սա է ավետարանի գերագույն փաստը։ Եթե այս հիմքը չլիներ, ի՞նչ էինք անելու։ Բայց այն հաստատուն կանգնած է ինչպես Աստծո աթոռը։ Մենք գիտենք դա, հենվում ենք դրա վրա, ուրախանում դրանով և հաճույքով կառչում ենք դրանից, խորհում դրա շուրջ և հռչակում դա։ Երախտագիտության խորը զգացումից դրդված մենք ցանկանում ենք մեր կյանքի և գործունեության յուրաքանչյուր հատվածում պատմել դրա մասին։ Մեր օրերում քավության մասին ուսմունքը կատաղի հարձակումների է ենթարկվում։ Մարդիկ չեն կարողանում հանդուրժել փոխարինումը։ Նրանք ատամներն են կրճտացնում այն մտքից, որ Աստծո գառն է կրել մարդկանց մեղքերը։ Բայց մենք, որ սեփական փորձով գիտենք այս ճշմարտության թանկարժեքությունը, ի հեճուկս նրանց պետք է անդադար համարձակ հռչակենք դա։ Մենք ոչ կզտենք, ոչ կմաղենք, ոչ էլ կփոխենք այն որևէ կերպ։ Դա այն նույն Քրիստոսը կլինի, մեր օրհնյալ փոխարինողը, որ իր վրա վերցրեց մարդկանց մեղքերը և տառապեց նրանց փոխարեն։ Մենք չենք կարող և չենք էլ համարձակվի դադարել պատմել դրա մասին, որովհետև դա մեր կյանքն է, և չնայած ամեն տեսակ հակառակության, մենք գիտենք, որ Աստծո հաստատուն հիմքը կանգնած է։